Հայ-ռուսական միասնական զորախմբի պայմանագրի, ինչպես նաև ներքաղաքական մի քանի այլ խնդիրների մասին այսօր զրուցելու են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ սկսենք հենց այս պայմանագրից, քիչ չէին խոսակցությունները, որ այստեղ ինչ որտեղ Հայաստանը նաև հերթական անգամ զիջում է իր ինքնիշխանությունը։ Հիմա փաստաթուղթը ստորագրված է եւ ինչ կասեք դուք ինքներդ եւ այդ կարծիքներին եւ ընդհանրապես այս փաստաթղթի կարեւորության մասին։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, գլխավորը հասկանալ ինչու համար է Հայաստանը ստորագրել այդ փաստաթուղթը, ինչու համար ստորագրել է Ռուսաստանը։ Ակնհայտ է Ռուսաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը, քանի որ Ռուսաստանը ապրիլյան Ղարաբաղյան պատերազմից հետո շատ մտահոգված էր։ Ռուսաստանը տեսավ, որ Հայաստանում սուվերեն ինստիտուտներ կան, իդեմս հայոց բանակի եւ իդեմս մեր հասարակության, անկախ մասի մեր հասարակության ու Ռուսաստանը բարձր ամեն ինչ հիմա անելու է, որ այս սուվերեն ինստիտուտները ձեռք բերելու համար, որ ի վերջո թելադրի վաղը ամբողջ ուժով իր կամքը մեր իշխանություններին։ Ինչի համար էլ դա Հայաստանին դժվարանում եմ ասել, պետք է ավելի ուշադիր ուսումնասիրել այդ պայմանագրի կետերը, բայց մեկ բան շատ ուշագրավ է։ Նայեք, Վլադիմիր Պուտինը մոտավորապես 2 շաբաթ առաջ այս փաստաթուղթը ստորագրեց ու հավանություն տվեց, անցավ 2 շաբաթ Հայաստանը համաձայնվեց ստորագրեցին պաշտպանության նախարարների մակարդակով, մինչդեռ ակնհայտ է, որ այս փաստաթուղթը պետք է էքսպերտային փորձաքննություն արցնել։ Ասենք մեր փորձագետները, նաև հայտում ռազմական փորձագետները պետք է ուսումնասիրեին։ Նայեք, ինչի համար է ստեղծվում այդ համատեղ ուժերը հայ-ռուսական։ Ինչի համար, ում դեմ։ Եթե դա մենակ Թուրքիայի հետ է կապված մի բան է, եթե Ադրբեջանի հետ այլ է, բայց եթե կապված է Վրաստանի հետ։ Ես ինձ հարց ուզում եի, այսինքն մենք այստեղ դեռ երրորդ պետության հավանականությունը ունենք։ Կա այն երաշխիքները, որ այս խումբը չի կրակի, այսպես ասենք, մեկ այլ պետության վրա։ Նախագծում, գոնե որ երրորդ պետությունը չկա, բայց մենք Չէ, բայց նախագծում ասվում էր, որ պատերազմական գործողությունների ժամանակ կառավարումը այդ խմբի տեղափոխվում է ռուսական կողմ։ Հիմա պատկերացնում եք ինչ որ խնդիրներ առաջացան։ Մենք ու Ռուսաստանը տարբեր ձևերով ենք նայում այդ խնդիրներին, մեզ համար վտանգը Ադրբեջանից է գալիս առաջերտին ու մասամբ Թուրքիայից, բայց Ռուսաստանի համար դա գալիս է Վրաստանից։ Օրինակ Վրաստանը վաղը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, ակնհայտ է, որ Ռուսաստանը ինչ որ քայլեր կանի։ Ու պարզ է, որ Ռուսաստանը կուզենա անել նաև հարավից, Հայաստանի տարածքից։ Մենք համաձայն ենք։ Ուրեմն դա ինչ որ ձևով արտահայտվում է, փակում է այդ պայմանագիրը այս ձևի անցանկալի մեզ համար զարգացումները, թե ոչ։ Կամ պլանավորվում է այդ համատեղ ուժերը օգտագործել արաբական աշխարհում, ասենք Սիրիայի գործողությունների ժամանակ։ Ուրեմն այդտեղ շատ հարցեր կան, համոզված չեմ, որ այդ փաստաթուղթը պատասխանում է այդ վտանգներին, ու դա է պատճառը, որ ես համարում եմ, որ այս փաստաթուղթը միգուցե մեր շահերից նույնիսկ չի ելնում։ Միգուցե իշխանությունները, գիտեք ոնց են մտածում մեր իշխանությունները, ես հասկացա տրամաբանությունը, իրենք ինչ են ասում, իրենց մտքում։ Իրենք ասում են, այո, անվտանգությունը Հայաստանի բարդ է ապահովել ու իրոք բարդ է, մեր ռեգիոնը շատ բարդ է, եկեք մեկի վրա հույսերը դնենք ամբողջությամբ ու ոչ մի բան, ասենք, քրիտիկական չվերլուծենք, ասենք Ռուսաստանին ամբողջը տանք ու հանգիստ նստենք ապրենք, բայց Ռուսաստանը իր շահերը ունի։ Ապրիլյան պատերազմը ինչ ցույց տվեց, որ մեր շահերը կարող են չհամընկնել ինչ որ պայերին։ Շատ հարցերում այո, համընկնում են, ճիշտ է, հայ-ռուսական հարաբերությունների շահերը, բայց կան հարցեր, որ չեն համընկնում։ Օրինակ, ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցում մեր շահերը չհամընկան։ Ռուսաստանը ուզում է, որ Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միություն ու դրա խաթեր ամեն ինչի գնում է։ Հիմա վաղը կօգտագործեն ռուսները այդ համատեղ ստորաբաժանումները հակառված տալու Ադրբեջանին։ Համոզված չեմ։ Տեսեք, այստեղ նաև ինչն է հետաքրքիր, որ Վիգեն Սարգսյանը ավելի վաղ ասել էր, որ այս զորամիավորումը եղել է։ Այդ դեպքում ինչ կարիք կար ավելի վաղել, նորից այսպիսի համաձայնագիր ստորագրել։ Ես համոզված չեմ, որ դա եղել է։ Միգուցե ինչ որ փաստաթղթերում ֆորմալ գրված էր ապագայում, հիմա իրանք մարմնավորել են այդ գաղափարը։ Ես էլ ասում եմ, առաջինը դա գաղտնիք չի կարելի անել, պետք է միջև ստորագրումը քննարկում անցկացվեր գոնե պարլամենտում, գոնե պարլամենտական մակարդակով քննարկում, որ մենք հասկանանք։ Ակնհայտ է, որ փորձագիտական ուսումնասիրություն չէր կատարվել։ 2 շաբաթում այս ձևի փաստաթուղթ չի կարող ուսումնասիրվել բազմակողմանի, նույնիսկ հայտնի փորձագետների կողմից,
պատերազմական, քաղաքական եւ այլ եւ այլ։ Գիտեք, այս ձևի քաղաքականություն եւ սահմանափակում է մեր սուվերենությունը եւ ուղիղ հակառակը ոչ թե լուծում է անվտանգության հարցը, բայց նոր հարցեր է առաջացնում։ Իդեպ ասեմ, դες մի հարց հիմա կարող եմ բարձրացնել։ Մենք գիտեք ՀՀԿ-ի անդամ ենք ու մենք ՀՀԿ-ի հետ կապված ունենք գիտեք պարտավորություններ այդ այդպես կոչված սովորական սպառազինությունների սահմանափակումների հետ կապված Հայաստան, Ադրբեջանը, Վրաստանը մտնում են այդ ֆլանգային սահմանափակումների մեջ։ Օրինակ Ռուսաստանը դուք գիտեք որ դուրս եկավ այդ պայմանագրից։ Այսինքն էլ է ինչ որտեղ հարցականի տակ դառնում։ Այո, քանի որ Ռուսաստանը դուրս եկավ այդ պայմանագրից, դուք գիտեք հիմա Ռուսաստանը տեղավորեց նորից, տեղակայեց եվրոպական իրամասում շատ զորքեր, նաև ծանր տանկեր, նաև ծանր հրետանիներ եւ այլ եւ այլ։ Դուրս եկավ այդ պայմանագրից։ Մենք դուրս եկանք թե ոչ։ Վաղը մեր արժեվ այդ հարցը կդնեն, քանի որ համատեղ մեր զորամիավորումներ ստեղծում ենք, որտեղ որ կբերվի նոր տեխնիկա եւ այլ, բարձա նաև այդում Ռուսաստանի կողմից։ Ես հարցնում եմ, մենք դուրս ենք գալիս դրան, ուրեմն հայտարարեք, որ դուրս են գալիս։ Բացվում են շատ ու շատ հարցեր, որոնք այո պրոբլեմ կառաջացնեն Հայաստանի միջազգային հանրությունում։ Տեսեք, սպասում ենք, որ այս հանդիպման ընթացքում նաև զենքի հետ կապված, նոր զենք ձեռք բերելու հետ կապված նաև ինչ-որ պայմանագրեր կնքվեն եւ արդյոք այս միավորումը մեզ թույլ է տալիս գոնե հույս ունենալու, որ այսպես ասենք, խնդիր չի լինի, որ այդ զենքը, ինչպես եղավ ապրիլյան դեպքերի ժամանակ, տեղ չի հասնի կամ կլինի 5 կամ Ես կասկած չունեմ, որ այդ պայմանագրում չկա կետ, որի համաձայն Ռուսաստանը դադարեցնում է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին։ Եթե այդ կետը լիներ, ես կողջունեի այդ պայմանագիրը, բայց կասկած չունեմ, որ դա չկա։ Ուրեմն նույնիսկ եթե մենք դա ստորագրեցինք, Ռուսաստանը դրա փոխարեն ինչ որ զենքեր մեզ կմատակարարի, դա չի երաշխավորում մեզ, որ Ռուսաստանը զուգահեռ չմատակարարի նոր տիպի զենքեր, ժամանակակից զենքեր Ադրբեջանին։ Ուրեմն այդ պայմանագիրը, եթե այդ կետը չունի, ես կասկած չունեմ, որ չունի այդ կետը։ Որտեղ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ դա բիզնես է եւ այո, ուրեմն կմատակարարել Ադրբեջանին։ Ուրեմն ոչ մի երաշխիք դա չի տալիս։ Ուղղակի միլիտարիզացիայի մակարդակը օրեցօր բարձրանում է։ Մենք նոր միլիտարիզացիայի քայլեր ենք անում, նոր քայլեր, որոնք բերում են նրան, որ զենքի թիվը ավելանում է Կովկասում, ուրեմն Կովկասում պատերազմի հավանականությունը այլ ավելի բարձրանում է։ Բայց նորից կրկնում եմ, այդ փաստաթուղթը պետք է դրվեր քննարկման մեր գոնե պարլամենտում, որ այդ բոլոր հարցերին ոչ թե հերվից մենք որպես փորձագետներ մեր կարծիքը տանք, նաև պարլամենտում կարծիքը տար մեր քաղաքական էլիտան եւ նաև այդում ընդդիմությունը։ Այսինքն այստեղ է Ռուսաստանը դոմինանտ դիրքեր է ունեցել եւ միանգամից Պուտինը համաձայնություն։ Այո, դեռ փաստորեն թելադրում են, մեզ թելադրում են իշխանությունները, ես ասեցի, որդեգրել են Ռուսաստանի հետ այս ձևի քաղաքականություն։ Ինչ ասի Ռուսաստանը պետք է ստորագրենք։ Ես ասում եմ, այո, Ռուսաստանի հետ պետք է աշխատել, բայց տալիս է փաստաթուղթ, եկեք ուսումնասիրեք, որ կետը մեր դեմ է ուղղված, որը ի օգուտ մեզ։ Ակնհայտ է, որ այս փաստաթուղթը ուշադրության կենտրոնում կլինի արաբական աշխարհում, Վրաստանում։ Ադրբեջանն էլ արդեն իսկ այս փաստաթղթին անդրադարձել է, նկատենք, որ հենց 3 իրենց մոտ, մտածել են, որ սա հենց Միրի մեջլիսում է քննարկվել այդ հարցը, որ Ադրբեջանի դեմ ուղղված քայլ է։ Եվ նաև հիշեցրել են, որ վերջերս ձեռք բերված այդ ռուսական սպառազինություններ են ձեռք բերել Հայաստանը։ Ես ուզում եմ գումարել Վրաստանի մամուլը։ Վրաստանի մամուլը անձամբ ես կարդացել եմ մտահոգություններ, իրանք ուզում են հասկանալ դա ինչի հետ է կապված, ի վերջո ում դեմ ուղված կլինի։ Նորից ես ուզում եմ այդ շեշտը դրեն մեկ հարցին։ Ռուսաստանը այլ ձևով այդ պայմանագրին նայում, մենք այլ ձևով։ Այ հիմա բանակցությունների ժամանակ հստակեցրեցինք, մոտիկացրեցինք մեր մոտեցումը։ Օրինակ Ռուսաստանը ակնհայտ է, ուզում է, որ Հայաստանը մասնակցի նաև մերձավոր արևելքում Ռուսաստանի այդ ռազմական գործողություններին, որ մեկուսացումից Ռուսաստանը դուրս գա, ու չի բացառվում, մտքում պահում է, եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ, որ հարված հասցնի։ Բայց մենք ինչ ենք մտածում։ Այսինքն մենք ստեղ արտաքին քաղաքականության լուրջ խնդիրներ կունենանք։ Ակնհայտ է դա։ Ես համոզված չեմ, որ դա դուր կգա Իրանին, դա էլ ձեզ ասեմ։
ես պարզը արևմուտքին դուր չի գա, բայց ես նույնիսկ համոզված եմ, որ դա Իրանին դուր գա։ Բայց այնուամենայնիվ, չբացառելով ոչ մի բան, ես ուզում եմ ասել, դնեին քննարկմանը, փորձագիտական քննարկմանը, հետո պարլամենտական նոր ստորագրային, որ բաստատուղթը Ռուսաստանը տալիս է, ասենք մի քանի ժամանակ հետո ստորագրում են։ Թույլ տվեք, ես այստեղ մի մեջբերում կանեմ, Մոսկվայում Հայաստանի դեսպանատան այդ կայացած հանդիպման ժամանակ ներկա է եղել ռուսաստանցի փորձագետ Ռեգնոմ գործակալության ղեկավար Մոդեստ Գալերովը եւ Ազատությանը նա հայտնել է որոշ մանրամասներ, եթե թույլ տաք ես կկարդամ, դա ռուսական կողմի համար այս միավորումը կարևոր է նրանով, որ առանց Հայաստանի անվտանգության համակարգի ուժեղացման, ինչպես փորձագետներն են ասում, կփլուզվի ռուսաստանյան անվտանգության համակարգը տարածաշրջանում։ Իսկ Հայաստանի համար այս միասնական ռազմական միավորումը պարզապես կենսական նշանակություն ունի, այն Հայաստանի պետականության գոյատևման համար անհրաժեշտ պայմաններից մեկն է, այսինքն այստեղ էլ է։ Երկրորդ կեսի հետ համաձայն չեմ, առաջի կեսը ճիշտ է, Ռուսաստանին անհրաժեշտ է ռուսական բազան Հայաստանում, քանի որ տարածաշրջանում Ռուսաստանը մենակ Հայաստանում ունի լեգիտիմ ռազմաբազան։ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում այդ զորքերը ռուսական լեգիտիմ չեմ։ Լեգիտիմ մենակ մեզ մոտ է, դա ճիշտ է, բայց երկրորդ մասի հետ համաձայն չեմ։ Ես չեմ տեսնում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական դաշտում ավելացնում է մեր անվտանգությունը։ Բայց ես ասում եմ փաստերով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը չի գալիս մեզ ռազմական իմաստով չի աջակցում։ Նույնիսկ քաղաքական հայտարարություն չարվեց, դուք հիշում եք, ապրիլյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից։ Նույնիսկ քաղաքական հայտարարություն չարվեցի։ Ես չեմ ասում, որ գային մեր զենքով, զորքով, ասենք աջակցեին։ Ուրեմն ես երկրորդ մասի հետ համաձայն չեմ։ Այդ դուք ՀԱՊԿ-ի մասին նշեցիք, ի՞նչն էր խանգարում մեզ սերտ այսպես համագործակցել հենց ՀԱՊԿ-ի շրջանակում եւ այսպիսի այլ պայմանագրերից խուսափել։ Ну, գիտեք, երկկողմ պայմանագրեր էլ ստորագրում են, բան չեմ ասում, բայց դրա փոխարեն նույնիսկ եթե ստորագրում ես, պետք է հասկանաս ինչ է ստանում դրա փոխարեն։ Հիմա իշխանությունները մեզ ասում են, այո, էլի մենք շանսեր ունենք զենք ստանալ։ Դա ավելացում չի մեր անվտանգության։ Ադրբեջանը փող ունի, Ադրբեջանը, գիտեք, մոտ ժամանակներս Պակիստանից կստանա $500 միլիարդ արժեքությամբ զենքեր։ Ադրբեջանը շարունակում է ակտիվ աշխատել Իսրայելի հետ ու Ադրբեջանի ռազմաարդյունաբերության ոլորտը շատ ակտիվ զարգանում է հենց Իսրայելի աջակցությամբ։ Թուրքիայի մասին էլ չեմ խոսում։ Ուրեմն իրանք փող ունեն միլիտարիզացիան շարունակել, զարգացնել ավելի բարձր մակարդակի։ Մենք դա չունենք։ Հիմա Ռուսաստանը նույնիսկ եթե հիմա տա դրա փոխարեն կասկածում է, բայց նույնիսկ եթե տա, վաղը չի տա, ուրեմն նորից Ադրբեջանը մեզ կանցնի։ Մեզ պետք է գնալ այլ ճանապարհով, այլ ոչ թե միլիտարիզացիայի ճանապարհով։ Այս ամենը, որ հիմա տիրում է հայ պաշտպանական ոլորտում, սա կարող է ինչ-որ տեղ նաև մեսիջներ են, որ պատրաստ եղեք պատերազմի։ Ну, ինչ որ չափով այո, բայց գիտեք, մենք այդտենց էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի ու հենց ժողովուրդը ցույց տվեց, որ ժողովուրդը, կամավորները, փորձագետները, մենք պատրաստ ենք, պատրաստ չի իշխանությունը։ Հիմա իշխանությունը եթե մեզ ուղղում է այդ մեսեջը, ճիշտ ասած, պետք է ուղարկենք հետ իշխանությանը։ Իշխանություն դու պատրաստ եղի։ Հիշում եք, ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները խոստովանեցին նաև պաշտպանության նախարարը, նաև նախագահան, որ անսպասելի էր այդ հարվածը։ Ուրեմն ձեզ ուղղեք այդ մեսեջները, մեզ պետք չի ուղղել։ Մենք գիտենք ում հետ գործ ունենք, գիտենք, որ Ադրբեջանը պրոբլեմատիկ երկիր է, գիտենք, որ ցանկացած բան կարող է նորից հարձակվի, բայց ես համոզված չեմ, որ այս ձևի ճանապարհը ամենաէֆեկտիվ ճանապարհն է հայոց ժողովրդի, հայ ժողովրդի եւ Ղարաբաղի ժողովուրդների մեր երկու պետությունների անվտանգությունը ապավելու համար։ Թեմայի շրջանակում կցանկանայի մի փոքր, մի քիչ շեղվենք այլ խնդիրների մասին խոսենք։ Տեսեք, Հայաստանում էլ կարևորելով այս պաշտպանական ոլորտում զարգացումները, մեր նորանշանակ նախարարը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ, խոսքը երևի արդեն հասկացաք 1000 դրամների նախաձեռնության մասին է։ Դուք ինքներդ որպես փորձագետ, քաղաքագետ, կարծում եք, որ սա այն օրինագիծն էր, որը պետք էր հենց պաշտպանության նորանշանակ նախարարը առաջինը բերեր ազգային ժողով։ Գիտեք, այն քաղաքականությունը վարավարում են այսօրվա իշխանությունները։ Նույնիսկ մի պահ մոռացեք, որ կոնկրետ մենք հիմա խոսում ենք պաշտպանության նախարարության մասին։ Այն քաղաքականությունն է, որ ամբողջ բերը գցում են ժողովրդի վրա։ Նույնիսկ այդ նախաձեռնությունը, որը ունի իր մեջ ինչ որ դրական տարեր, այնուամենայնիվ նայեք փողի խնդիրը, կոնկրետ ռեսուրսի խնդիրը նորից գծվեց ժողովրդի վրա։ Ես էլ ասում եմ, ինչի մենակ ժողովրդի վրա եք գծում։ Զուգահեռ այս նախաձեռնության գրեիք գումարած
ալիգարխների հնարավորություններից ստանանք գումարներ, ասենք մեծահարուստների, ոնց ուզեին թող ձևակերպեին։ Այդ դեպքում գիտեք, ես ինչ որ չափով կհասկանայի, բայց ակնհայտ երևում է, իրանք ասում են, չէ, մեծահարուստան չի պետք է ինքը մեզ է մուծվում։ Իրանք իմիջոց ի պատիվ իշխանության բաց են ասում։ Իրանք ասում են մեծահարուստները մեզ հետ գործ ունեն։ Ինչի իրանք պետք է ստեղ գումարնել տան։ Այ դա է ցավը։ Ցավը նրանում է, որ ամբողջ քաղաքականությունը եւ պաշտպանության ոլորտում եւ այլ ոլորտներում տնտեսական առևտրի բերը դրվում է ժողովրդի վրա, այլ ոչ թե ասենք շինովնիկների վրա կամ մեծահարուստների վրա, նույնը մենք տեսնում ենք, չէ, իդեպ ասեմ, դա շատ կարևոր է հասկանալ, ուշադրություն դարձնել։ Երեք տպված էր համեմատական թվերը Բելարուսում ինչ են մուծում գազի համար ու Հայաստանում։ Կատաստրոֆիկ, ես նույնիսկ այդ թվերը հիմա չեմ կրկնի, դա կատաստրոֆա է Հայաստանի համար, ինչի մասին ես միշտ ասում էի։ Հիմա գիտեք ինչ են իշխանությունները ասում։ Ոչինչ, այդ սոցիալական այն խավի համար, որոնք խոցելի են, մենք մի քիչ գումարները կիչեցնենք, բայց դրա մասին չի խոսքը։ Խոսքը դրա մասին է, որ գները գազի Հայաստանում արհեստական ուռճացված են։ Սահմանին լրիվ այլ գնով այդ ամեն ինչը մտնում։ Այո, ուրեմն խոսքը չի գնում նրա մասին, որ մենք ասում ենք իշխանությունը աջակցի այն խավին, որը խոցելի է, որը ծանր վիճակում։ Ոչ, մենք ասում ենք բոլոր ամբողջ հայ ժողովրդի համար դրված այդ գինը, ոչ մի կապ չունի շուկայական հարաբերությունների համար համեմատ, նույն Բելարուսի համեմատ մեզ մոտ 2 թե 3 անգամ գինը ավելի մեծ է, ինչի մասին ես շատ անգամ եմ ասել։ Ուրեմն տեսակ քաղաքականությունը իշխանության նա է, որ ինքը չի մտածում հասարակ մարդկանց մասին, սովորական մարդկանց մասին, այլ ավելի շատ ելնում է, ասենք, այստեղ էլ է Ռուսաստանը թելադրում։ Այո, այդ գազի գինը թելադրում է մեզ Գազպրոմի, այո, Գազպրոմ Արմենիա, то есть Գազպրոմի մասնաճյուղը Հայաստանում։ Նույն ռուսական քաղաքականության տեսակ մենք հետևանքները ստեղ տեսնում ենք։ Ու եթե դա չլիներ Գազպրոմը, կասկած չունեն իշխանությունները կգնային ինչ որ զիջումների, բայց քանի որ Գազպրոմն է, իրանք նույնիսկ վախում են այդ հարցը բարձրացնել, բայց հետևանքները ծայրագույն են։ Գիտեք, եթե գինը 20% ավել է, քան թե Վրաստանում, չգիտեմ, Բելարուսում կամ Իրանում, դա գիտեք ինչ որ չափով կարելի է հանդուրժել, բայց 2-3 անգամ դա բերում է նրան, որ ամբողջ տնտեսությունը տուժվում է, ամբողջ հասարակությունը տուժվում է, ուստեղ եթե դու չես կարող քո ռազմավարական պարտներին հստակ դնես այդ հարցը, կտրուկ դնեք այս հարցը, ես չեմ հավատում, որ այդ համատեղ զորամիավորման դեպքում, պատերազմական գործողությունների դեպքում մերոնք կհամարձակվեն կտրուկ հարցը դնել, որ այս քայլը չի բխում մեր շահերից։ Անկամ եթե սոցիալականի մասով չեն կարող, ուրեմն այնտեղ։ Մենք խոսեցինք Ռուսաստանի ներգործության մասին մեր երկրի վրա եւ դուք որպես քաղաքագետ բավականին բարդ հարաբերություններ վերջի շրջանում ունեք Ռուսաստանի հետ, ձեր մուտքը այն երկիր արգելվեց եւ մինչեւ 2030 թվական փաստորեն դուք ձեր մուտքը այնտեղ արգելված է։ Դուք ժամանակին ասում եք, որ կդիմեք եվրոպական դատարան, եթե կարիք լինի այս հարցը վերանայելու, հիմա ինչ փուլում է այս գործը։ Ну, նախ ես ուշադիր հետևում եմ, ինչ որ զարգացումներ գնում էին, դա էլ պատճառը, որ մենք չենք շտապում դիմել, այո, մոտ ժամանակներս ես կսկսեմ այդ կոնկրետ գործողությունները, բայց նաև ես սպասում էի Ռուսաստանի արձագանքի, շատ հետաքրքիր էր։ Արձագանքը շատ հստակ էր ու պարզ դες ասեմ շատ բարձր մակարդակի արձագանք էր, պատկերացնում եք Մարիա Զախարովան իր բրիֆինգի ժամանակ ասում է իմ գործով, որ Ռուսաստանը ուղարկեց պատասխանը Հայաստանի արտգործնախարարությանը, ու պատասխանը ինչու՞մ էր, որ Ռուսաստանը չի փոխում կարծիքը, հենց քաղաքական դրդապատճառներով ելնելով, պատճառներից ելնելով արգելում է իմ մուտքը, պատկերացնում եք, իրանք ասում են, այո, ձեր քաղաքական հայացքները մեզ դուր չեն գալիս, դրա համար դուք իրավունք չունեք մուտք գործել, բայց ամենակարևորը երեք դուք գիտեք կա հայկական արևելյան գործընկերության պլատֆորմը, որը արեց հայտարարություն մեկ ամիս առաջ, ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին այդ պլատֆորմում, շատ լուրջ հայտարարություն արեց, բայց երեկոյան Բրյուսելում նաև ամբողջ արևելյան գործընկերության եւ Եվրոպայի այդ պլատֆորմայի հասարակական հայտնի կազմակերպությունների փորձագետների, որը ներգրավում է մի քանի հազար կազմակերպություններ, արեցին հայտարարություն իմ դեպքի հետ կապված առանձին միաձայն։ Իրանք ինչ ասեցին, դա անընդունելի է։ Երբ որ գաղափարների պատճառով մուտք գործելը երկիր արգելվում է, էդ էլ մարդուն, որը չունի ծայրահեղ ինչ-որ մոտեցումներ,
ուղղակի ուզում է, որ Հայաստանը ժողովրդավարական լինի, ուզում է, որ Հայաստանը, ես ուզում եմ, որ Հայաստանը ժողովրդավարական լինի, ու ուզում եմ, որ Հայաստանը Եվրոմիության ու ՆԱՏՕ-ի հետ ակտիվ աշխատի։ Դա իրոք շատ լուրջ իմ կարծիքով Ռուսաստանի կողմից սխալ էր։ Այո, հասկանում եմ, Ռուսաստանը հզոր երկիր է, կներեք իրանք նույնիսկ թքած ունեն Ամերիկայի կարծիքի վրա, բայց իմ դեպքում արեցին սխալ, քանի որ դա հենց մարդկանց մոտ փորձագետների, հայտնիքական գործիչների զայրույթը առաջացրեց։ Կարծում եք, որ դուք չեք միայն այդ մարդը, կարող է նաև լինել այլ սև ցուցակի։ Ես կասկած չունեմ, որ կլինեն էլի դեպքեր, ցավում եմ, ավելի լավ է իմ օրինակով բավարարվել Ռուսաստանը, բայց այսօրվա Ռուսաստանը բարդ երկիր է, այսօրվա Ռուսաստանի համար նույնիսկ մարդիկ, ովքեր նույնիսկ Եվրոպա գնալ չեն ուզում, բայց պայքարում են Հայաստանում ժողովրդավարության համար, տրանսպարենտության համար, որ թափանցիկ լինի Հայաստանը, նույնիսկ այդ մարդիկ իրանց մուտքը կարգելվի Ռուսաստան, ու դուք կտեսնեք մոտ ժամանակներս կլինեն էլի դեպքեր, երբ որ մեր փորձագետների մուտքը Ռուսաստան կարգելվի։ Մենք խոսում էինք պատերազմից, մենք խոսում էինք նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից, եւ մեր զրույցի վերջում կխնդրեի անդրադառնանք ոչ պակաս մեկ այլ կարևոր խնդրի, Թալիշին, այսօր արդեն բարձր մակարդակով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ասում են, որ փաստորեն անվտանգության մակարդակը այստեղ բարձրացրել է եւ կարող են նորից Թալիշը բնակեցնել։ Նման պայմաններում, երբ որ կարծես թե ամեն օր պատերազմի վտանգը մենք զգում ենք, ամեն օր մենք Ադրբեջանից լսում ենք սպառնալիքներ, արդյոք նպատակահարմար է գտնում, հատկապես որ մենք այնտեղ կոնկրետ բարձրունք ենք կորցրել։ Ну, ստեղ բարձա տեղում պետք է ուսումնասիրել իրավիճակը ու նոր ասել կարծիք, ես ճիշտ ասեմ, ուզում եմ հավատալ Ղարաբաղի իշխանություններին, որ իրոք ապահովված է անվտանգությունը, բայց ցանկացած դեպքում մենք պետք է հասկանանք մեկ բան։ Ցանկացած բարձունք եթե տալիս ես, այն գյուղը, որը իր դիմաց երևացող գյուղ է, դուք ունենաս պրոբլեմներ, քանի որ Ադրբեջանը երկիր է, որի քայլերը կանխատեսել շատ դժվար է։ Ուրեմն ես ուզում եմ հավատալ, որ իրոք այդ երաշխիքները կան, ու պարզա մենք բոլորս պետք է ուրախանանք, որ Թալիշի բնակիչները վերադառնան, եթե կան այդ երաշխիքները, բայց ցանկացած դեպքում մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանից ամեն ինչ կարելի է սպասել, ուրեմն պետք է զգոն լինեն ու ուշադիր լինեն, որ նոր հարձակումը Ադրբեջանի կողմից չլինի անսպասելի, որ հետո նոր ինչ որ բարձունքներ կորցնենք, նոր այս ձևի հարցերից խոսենք։ Ուրեմն ուշադիր լինենք, որ նոր այս ձևի պրոբլեմներ չունենանք։ Ես շատ շնորհակալ եմ մեր զրույցի համար եւ կառաջարկեի հիմա դիտեինք մենք մի տեսանյութ, որտեղ հենց Թալիշից մազապուրծ եղած մի ընտանիք բավականին բարդ երկընտրանքի առջև է կանգնած այս հայտարարությունից հետո։ Դիտենք